Շարունակում ենք ծրագիրը հարգելի հեռուստադիտողներ եւ արդեն մեզ հեռավարկապով միացել է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Ինչպես են ընթանում օրերը Երևանում, մայրաքաղաքում։ Արագ անցնում են, շատ արագ անցավ, շուտով կվերադառնամ։ Այո։ Եվ արդեն կհանդիպենք այդ տաղավարում։ Եվ քանի որ ինքներդ ասացիք վերադարձի մասին, ես էլ մեր հեռուստադիտողներին տեղեկացնեմ, որ Միացյալ Նահանգներ վերադարձը դեռ չի նշանակում եթեր վերադարձ, պարոն Չիբուխչյանը որոշել է 2 օր հանգստանալ մեզնից եւ ձեզնից, այնպես որ կվերադառնա արդեն 2 շաբաթ ներողություն կվերադառնա արդեն մայիսի 1-ից։ Ոչ թե ձեզանից հանգստանալ, ես միշտ սիրով եթեր եմ մտնում, այլ պարզապես գործերի հետ կապված վերադարձ, մի հատ վերականգնում եւ այլն այդ գործերը կա, զուտ այդ պատճառով 2 շաբաթ մի խոսքով կարճ ասած կհանդիպենք մայիսի 1-ին այդ տաղավարում։ Չգիտեմ մայիսի 1-ը Կիրակի է թե չէ, այդպես բանի համար եմ ասում։ Մայիսին։ Հասկանալի է, մայիսին։ Եվ փաստորեն այսօր մեր վերջին հանդիպումն է մինչև մայիս ամիսը ու անդրադառնում ենք իրադարձություններին վերջին, ինչից կուզեք սկսենք, գուցե փաստից, որ մեր արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարարի հետ, եթե դեմ չեք այս մասին։ Այո, հետաքրքրական զարգացումներ են տեղի ունենում, սովորական հեռախոսազրույց կարող է լինել, բայց Ֆրանսիայի արտգործնախարարը օրեր առաջ հայտարարեց, որ ինքը անհրաժեշտություն է տեսնում, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը ընդլայնվի։ Ցավոք սրտի Ադրբեջանին զիջելու շրջանակում Հայաստանի իշխանությունները այն ժամանակ առաջարկեցին խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո ընդհանրապես հանել Եվրամիության դիտորդներին, իսկ երրորդ ուժերի այդ շրջանակում, երրորդ ուժերի նշանակ շեշտում, եւ մենք տեսանք, որ արդեն այդ ժամանակ ցավոք սրտի Եվրամիությունը ուղղակի արագ հաստատեց այն թիվը, որ կա, բայց միջև այդ բանակցությունները էին գնում, որպեսզի մեծացվի այդ առաքելությունը։ Հիմա ըստ էության պետք է մի բան հասկանալ, քանի որ խաղաղության պայմանագրից ենք խոսում անընդհատ եւ այլն, իշխանությունները փաստացի Ֆրանսիան անհանգստացած է եւ միամիտ չլինենք, որտեվ եթե Ֆրանսիան այդպիսի առաջարկ է անում, որ պետք է ընդլայնել Եվրամիության դիտորդական առաքելությունը, ուրեմն Ֆրանսիայի չասեմ հետախուզական ծառայությունները, թեկուզ եւ հետախուզական ծառայությունները որոշակի տեղեկություններ են հայտնում Ադրբեջանի նախապատրաստության հետ կապված։ Եվ ենթադրում եմ, որ ֆրանսիացիները անհանգստացած են նույն Իրանի հետ կապված ապագա զարգացումներով եւ Ադրբեջանի ակտիվ խաղի մեջ մտնելով եւ բնականաբար Ադրբեջանը ակնկալում է ինչ-որ բան ստանալ այս ամենից ակնհայտորեն եւ Ադրբեջանի դերակատարումը շատ կարող ավելի մեծ լինել, քան մենք պատկերացնում ենք։ Մենք գիտենք, որ Այաթոլլան այսօր հայտարարեց, որ բանակցություններից ոչ շատ հոռետես է, ոչ շատ լավատես է, բայց մի հետաքրքիր արտահայտություն արեց վերջում։ Ասեց, որ կարմիր գծեր ունեն երկուսն էլ եւ երկուսի կարմիր գծերն էլ հստակ են։ Այսինքն սա նշանակում է, որ կարմիր գծերը երկուսն էլ պահելու են խստորեն իրենց կարմիր գծերը։ Բայց կարևորը որ Իրանը հայտարարում է, որ ինքը միջուկային զենք չի ստեղծի, ինքը կհարստացնի ուրանահանուն խաղաղության, բայց միջուկային զենք չի ստեղծի։ Բայց միջազգային մամուլը տարածում է տեղեկություն, որ ըստ էության Ամերիկան առաջարկ է արել Իրանին հարստացված ուրանը ամբողջությամբ փոխանցել երրորդ երկրի, անգամ կա խոսք, որ կարող է դա լինել Ռուսաստանը, որը Իրանը մերժել է բանակցությունների ժամանակ։ Բայց բնականաբար ես բացառում եմ, որ խաղաղ միջուկային ծրագիր թույլ կտան Իրանին, որովհետև այդ իշխանության Չալմեքավորի այաթոլլաների իշխանության պարագայում այն էլ հարստացված ուրան պահել նշանակում է ցանկացած պահի էլի մի քանի շաբաթում կարողանալ ստեղծել միջուկային զենք։ Եվ սա լուծում չի լինելու վստահաբար, բայց մի ուրիշ բան հանգամանք էլ հաշվի առնենք։ Իսկ արդյոք անգամ եթե ամբողջ հարստացված ուրանը տեղափոխվի այլ երրորդ երկիր, ենթադրենք դա է պահանջը, ուրեմն Իրանի իշխանությունները դադարելու են լինել վտանգ Իսրայելի համար։ Բնականաբար այս է գլխավոր հարցը, որին մենք պետք է կարողանանք պատասխանել եւ հասկանալ։ Եվ այստեղ պետք է մենք փորձենք կանխատեսել, արդյոք Միացյալ Նահանգների պետք է ամբողջությամբ ռեժիմի փոփոխություն, թե այդուամենայնիվ Միացյալ Նահանգները կբավարարվի հարստացած ուրային հանելով։ Բնականաբար եթե Իրանը համաձայնվում է այս պայմաններին, մենք հասկանում ենք, չէ՞ որ Իրանը դրա դիմաց ստանալու է սանկցիաներից ազատում։ Եվ ենթադրում եմ առաջինը լինելու է նավթի եւ գազի ուրեմն արտահանման իրավունքը։ Սա բերելու է Իրանի հարստացմանը եւ Իրանի
ֆինանսական կարողությունների մեծացմանը, դուք գիտեք, որ Իրանի արժույթը վերջին շրջանում պատմական հակառակորդներ է սահմանում, այսինքն այդտեղ տնտեսական ճգնաժամը իրականում շատ բարդ վիճակ է եւ իդեալական պահ է հեղափոխության կամ հեղաշրջման համար, հա, եթե ակտիվ ինչ-որ փուլ սկսվի հակամարտության, ես մի այսպես շատ վատ օրինակ բերեմ, բայց դուք հիշում եք, որ Իրանում սպանվեց Իսմայել Հանյան եւ սպանվեց անօթաչուի կողմից մտնելով սենյակ, հա, եւ բնականաբար եթե տեսականորեն պատկերացնենք, մենք մի փոքր մեր ֆանտազիաները աշխատացնենք, ուղղակի հիպոթետիկ եմ բերում օրինակ, պատկերացնենք, որ Իսրայելը հարվածեց միջուկային օբյեկտներին, Իրանը պատասխան հարվածելու է Իսրայելին, ճիշտ է։ Եվ ահա այստեղ կարող է պատասխան հարվածով, օրինակ, չեզոքացվի Իրանի հոգևոր իշխանությունը տեսականորեն, ահա այդ պարագայում արդեն ուրեմն կարող է Իրանում սկսվել զարգացումներ, եթե հատկապես նախապատրաստված որոշ բաներ կան։ Ներողություն, ես նշեցի նաև նախագահի ու արտգործնախարարի մահը, այդ ուղղաթիռի վթարի ժամանակ, սա էլ Դե այո, դա էլ առեղծված մնաց մեծ հաշվով, էլի մնաց կանխագուշակումների ոլորտում, եւ այս իմաստով ինչն է հետաքրքիր, ահա այստեղ Ադրբեջանի դերակատարումը կարող է լինել շատ ավելի մեծ, քան մենք կարծում ենք, որովհետեւ մենք գիտենք, որ Իրանի հյուսիսում ապրում է մոտ 20 միլիոն ադրբեջանցի, 12-ից 20 միլիոն տարբերված ահռելի թիվ է ապրում։ Եվ բնականաբար, եթե Ադրբեջանը իր տարածքը, ինչպես իրանցիները պնդում են, Մոսադին է տրամադրում, այնտեղ անգամ կետեր ունեն, հենակետեր կամ անգամ բազաների մասին են խոսում, քողարկված, ապա մենք հասկանում ենք, որ այստեղ ինչքան էլ որ մենք խոսենք, որ Իրանի ադրբեջանցիները դա այն ադրբեջանցիները չեն, ես միշտ այդ օրինակը բերում եմ 44 օրյա պատերազմում, երբ որ սահմանից այն կողմ ոգևորվում են, երբ որ Ադրբեջանը սպանում էր հայերին եւ ինչ ցնծություններ նրանց մոտ սահմանից այն կողմ, հիշում եք։ Որովհետեւ նաեւ Իրանի իշխանություններն են շատ ավելի կոպիտ այդ տարածաշրջանի բնակչության նկատմամբ, որքան տեղյակ եմ ու կոշտ։ Այո, միանշանակ ճիշտ եք, եւ այո, իրենք ավելի կոշտ են այնտեղ այդ տարածքներում, այնտեղ անգամ ժամանակին կամ չգիտեմ, այնտեղ դեմոնստրատիվ ուրեմն պատիժներ է, մարդկանց կախում էին փողոցներում, թողում էին, որպեսզի բոլորը տեսնեն եւ այլն։ Այսինքն մոտարապես կարողացա նկարագրեմ ինչ վիճակ է, մենք հիմա գլխավոր հարցը պետք է պատասխանենք, որքանն է լինելու Ադրբեջանի դերակատարումը եւ Ֆրանսիան ակնարկելով, որ պետք է Եվրամիության դիտորդների թվի ավելացումը ենթադրում եմ որոշակի տեղեկություն ունի կամ որոշակի բանակցություններից ինչ որ վտանգներ է տեսնում նման առաջարկ անելով եւ կարծում եմ սա պետք է արագ էս մասին մտածել եւ արագ դիմել թվի ընդլայնման մասին երկրորդ մասում կշարունակենք։ Ոչ միայն եւ նաեւ հավելեմ, որ ոչ միայն այսօր արտգործնախարարի հեռախոսազրույցում, այլ 3 Բրյուսելում հայտարարեց արտգործնախարար Ֆրանսիայի, որ տեսնում է անհրաժեշտությունը ընդլայնելու ուժերի խաղաղապահ ավելի ճիշտ դիտորդների Եվրամիության։ Այո, որովհետև Ադրբեջանում տեսնում է սահմանային խնդիր։ Այո։ Հիմա գնանք գովազդային դադարի։ Բայդուբայ դաթեյեմ, այո, Բայդուբայ դաթեյեմ։ Դարձեք անշարժ սեփականատերը Դուբայում Բայդուբայ դաթեյեմի օգնությամբ եւ մենք ապահովենք Արաբական Միացյալ Էմիրությունների ձեր ռեզիդենտության քարտը։ Արաբական Էմիրություններում առանց տոկոսագումարի ձեռք բերեք անշարժ գույք սկսած $140,000-ից, ստանալով մինչև 15% եկամուտ Բայդուբայ դաթեյեմի օգնությամբ։ Մեզ հետ կարող եք կատարել եզակի ներդրումներ Mercedes-Benz, Bugatti, Burj Khalifa եւ Դամակ ճարտարապետական գլուխգործոցներով հայտնի Emar եւ Bingatti-ի հեղինակավոր կառուցապատողներին պատկանող անշարժ գույքի շուկայում։ Կատարեք ձեր ներդրումը ֆինանսական ժամանակակից երկնաքերերի, շքեղ հյուրանոցների, ոսկեփայլ լողափերի եւ ֆինանսական բարձունքներ նվաճելու քաղաքում։ Բայդուբայ դաթեյեմ։ Մենք հեռավար կապի մեջ ենք պարոն Չիբուխչյանի հետ Երևանից եւ շարունակելով թեման հենց եվրոպացի դիտորդների, բայց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որովհետեւ այսօր վարչապետ Փաշինյանը սա էլ երկրորդ անգամ հայտարարություն արեց այդ մասին, որ համաձայն ենք միաժամանակ խաղաղության պայմանագիր ստորագրել, այդ դեպքում նաեւ ստորագրել պայմանագիր դիտորդների ներողություն ԵԱՀԿ Մինսկի խմբի կասեցման մասին։ Այո, եւ Ադրբեջանի դիրքորոշումը տեսեք Հայաստանը ամեն ինչ առաջարկում է։ Ամեն հնարավոր բան։ Իրենք մերժում են եւ սա էլ է հենց մտահոգությունների տեղիք տալիս։ Ինչի ակնկալիք ունեն իրենք եւ ինչ process-ի մեջ են մտել։
իրենք մտել են մի վտանգավոր process-ի մեջ եւ մենք ես էլի ասում մենք չպետք է ողջևորվենք Ամերիկայից ինչ որ պաշտոնյաների հայտարարությամբ որովհետև իսրայելական լոբին այսօր մեր Հայաստանի իշխանությունների անգործության եւ բաստողնման պատճառով աշխատում է ակտիվ Ադրբեջանի համար Միացյալ Նահանգներում եւ բնականաբար ոչ մեկ չի կանգնելու ու ասի որ մենք Ադրբեջանին կանաչ լույս ենք տվել ոչ մեկ որևէ մեկ այդ մասին չի ասելու մենք պետք է ակտիվ աշխատենք դա կանխելու համար փոխարենը այս ամենի ֆոնին երբ որ մենք անգամ Ռուբիոն էր զանգել Ֆիդանին եւ Իրանի վտանգներից խոսել եթե տեղյակ եք Եվ այս իրավիճակում հիմա ոչ միայն մենք զորավարժություն ենք անցկացնում Իրանի հետ, այլև գումարած տեղեկություն հայտնվեց, որ ռազմավարական պայմանագիր է պատրաստվում Հայաստանը կնքել Իրանի հետ, այդ մասին Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնեց։ Ես չգիտեմ որքանով է խելամիտ այսինքն այս իրավիճակում ուրեմն այսպիսի ուրեմն հայտարարություն անել։ Լավ կլիներ կնքել ռազմավարական պայմանագիր, այսպես էր մոտավորապես հնչում։ Այո, Իրանը մեզ դեմ է տալիս էլի հերթական անգամ եւ Հայաստանից չգիտեմ վախենում են կամ պատասխանել կամ չգիտեմ, որովհետեւ առնվազն այս պահին Իրանի հետ ռազմավարական պայմանագիր ստորագրելը ուղղակի կարճատեսություն է, որովհետեւ մենք չգիտենք թե ինչ ես նկարագրեցի չէ ինչ սցենարներ կարող են լինել։ Այսինքն եթե տաստված կան համաձայնության բայց նորից եմ ասում մենք պատասխանենք մեզ մի հարցի արդյոք դրանից հետո Իրանի վտանգը կվերանա հատկապես երբ այաթոլաներն են մնում իշխանության երբ իրանց ֆինանսական ռեսուրսները ավելանում են ինչը իրենք դրանից հետո էլ չեն ֆինանսավորելու Հեզբոլլահներին Համասներին դրանով իրենք նորից վերադառնալու շանս են ստանում եթե իրենց ֆինանսական կարողությունները մեծացավ դրա համար հարցեր են որի պատասխանները մենք չունենք Եվ այդուամենայնիվ ես եթե իմ կարծիքն եք հարցնում ես շարունակում եմ դեռևս այս պահի դրությամբ ավելի շատ եթե տոկոսայինով նայենք ավելի շատ տեսնել ուրեմն հարվածի վտանգը Իրանին քան դեռևս համաձայնության Իսկ մայիսին վարչապետը Ռուսաստան գնալը Ռուսաստանի հետ դրան էլ անդրադառնանք որ հասցնենք կներեք ընդմիջեցի Այո Վարչապետի Ռուսաստան գնալը մայիսի 9-ին Մոսկվա Այո, հա, ես չլսեցի, այո, շատ ճիշտ է Կալեն Սիմոնյանը այսօր պատասխանեց, Կայա Կալասը Եվրոպական դիվանագիտության ղեկավարը զգուշացրել է, այնտեղ եվրոպական 2-3 երկիր ստացել են հրավեր եւ Կայա Կալասը զգուշացրել է, որ բոլոր տեխնացուները, ովքեր որ ուրեմն Եվրամիության տեխնացուները ուրեմն ովքեր հրավեր են ստացել չպետք է գնան, որովհետեւ ուրեմն դա չի անպատասխանում Եվրամիության արժեքներին եւ այլն։ Կարող է համապատասխան վերաբերմունք լինել նաեւ այսպես։ Եվ տեսեք ինչ է տեղի ունենում, այսինքն զգուշացում է գնացել։ Հիմա ուրեմն այսօր Ալեն Սիմոնյանը մի ճառակարդում, մի դեմագոգիա, թե բայ այդ հաղթանակում մենք էլ ենք մասնակցել ամբողջ աշխարհում, այդ հաղթանակը մերն էլ է Ուրեմն նորից եմ ասում, հիմա ֆաշիստը Ռուսաստանն է։ Հիմա Ռուսաստանն է կոտորում հարևան երկրին։ Ավելին ասեմ, այդ հաղթանակը ձեռք է բերվել արևմուտքի շնորհիվ, մինչև հիմա դասագրքերում այդ մասին ուրեմն երևի ոչ լիարժեք հայկական ներկայացված է, ոչ այդ խորհրդային տարածքի որևէ երկրի։ Առանց արևմտյան օգնության դժվար է սովետականությունը կարող էր հաղթել։ Մենք Լենդ-լիզի մասին շատ ենք խոսել այս առումով։ Բայց մենք ունեցանք 300,000-ից ավելի զոհ։ Եվ եթե դուք ուզում եք նշեք, կարող եք նշել քաղաքակիրթ աշխարհի հետ մի օր շուտ, չգիտեմ, հա, այնտեղ քաղաքակիրթ աշխարհներ են նշում։ Կարող եք նշել ցիվիլ ձևով, ոչ թե խուլիգան ձևով ամեն տարի նոյեմբերի 9-ին իրանց այդ ուրեմն Ուկրաինայի սևահողում փդող զորքի, ասենք, բանին մասնակցել է։ Ավելին ասեմ ձեզ, այս տարի մի շատ վատ կոնտեքստ կա։ Այս տարի առաջին անգամ այդ իրենց SVO կոչվածի այդ հատուկ օպերացիայի Ուկրաինայում կոչվածից հատուկ ստորաբաժանում է բերվելու եւ քայլով անցնելու են Կարմիր հրապարակում։ Հատկապես այս իրավիճակում Գերիները նկատի ունեք։ Ինչ։ Գերիները նկատի ունեք։ Չէ, իրենց ռուսական զորքը Ուկրաինայում կրվող այսօր SVO կոչվածից, այսինքն այդ ներկայացվելու է, որ սրանք Ուկրաինայում կրվող ստորաբաժանում են եւ անցնելու են Կարմիր հրապարակով։ Հատկապես այս պարագայում որևէ կերպ չի կարելի գնալ եւ մասնակցել այդ խայտարակությանը։ Հատկապես եթե Հայաստանը օրենք է ընդունել եւ խոսում է մտադրության մասին Եվրամիության անդամ դառնալու, հա։ Մի խոսքով չանցավ Ալեն Սիմոնյանը ինչ որ ինքը ասեց, ընդհանրապես չանցավ, լրագրողը լավ հարց տվեց, ասեց, բա անցած տարի էինք մենք մասնակցել պատերազմին, անցած տարի չմասնակցել, դե անցած տարի այլ իրավիճակ է։ Ոչ ֆաշիստական երկրի կողքին հարևան պետությանը սպանող
ուրեմն երեխաներին տեսակ չէ Սումիում ինչ տեղի ունեցավ ծաղկազարդի օրը։ Ուղղակի դաժանաբար երեխաների կանանց սպանություններ ուղղակի մարդկանց հավաքատեղի ոնց կարելի է նման պետության հետ գնալ հաղթանակ նշել, էնել հաղթանակ, որը ասենք 80 տարի առաջ։ Այսօր Գերմանիան բարու կողմն է, Ռուսաստանը չարի երկայսրություն է, հա, տեղերով փոխվել են եւ այդտեղ ոչ մի արդարացում չկա։ Իդեպ կներեք, ես ուղղակի քանի որ մեզ մի րոպե ամնացել, ես ուզում արագ անդրադառնալ Տրամփի հետ կապված, հատկապես երբ որ մենք խոսում ենք Հայաստանի հարցերին, ինչ կարող է թույլ տալ կամ թույլ չտալ Տրամփը, հա։ Տեսեք, իր հատուկ բանագրացի Ուիտկոֆը արտահայտություն է թողել, ելի խոսել է 5 շրջանի մասին, ուկրաինական, որը ուզում է Ռուսաստանին տալ, Ղրիմն է, Զապորոժիան, Խերսոնը, Դոնեցկն ու Լուգանսկը եւ այս համատեքստում ուրեմն բնականաբար հիմա ասում են թե ներքին խժդժություն կա թիմերի միջեւ մի թիմը գլխավորում է Քիթ Քելոգը, մի թիմը գլխավորում է Ստիվ Ուիտկոֆը եւ այդտեղ հակամարտություն կա եւ իրար հետ լեզու չեն գտնում եւ Տրամփի վարկանիշն էլ ընկնում է այսօր նաեւ տվեցին անկախների թիվը, անկախ ինդեպենդենտների թիվը, որոնք ուրեմն սարսափելի անկախ ընտրողների շրջանում, որոնք կուսակցական չեն, Տրամփի վարկանիշը սարսափելի -22% է, -22% է ընդհանրապես, իսկ տնտեսական քաղաքականության հարցում անկախների շրջանում -29% է։ Եվ այս իրավիճակում բարեբախտաբար ես հուսով եմ, որ Տրամփը չվայելելով արդեն ժողովրդի մեծամասնության եւ անգամ իր կուսակիցների մոտ կասկածներ է առաջացնում, ինչպիսիք Թեդ Քրուզն է, որը գիտեք ինչ հանրապետական է, այս իրավիճակում Տրամփը լրացուցիչ զիջումներ գնալով Պուտինին, կարծում եմ ել ավելի ուրեմն ինքը իր համար կստեղծի խնդիրներ, բայց մի հետաքրքիր հանգամանք են նկատել, Տրամփը խոսեց էլի կարդաց ճառ, որ եթե ինքը լիներ պատերազմ չէր լինի, սա Պուտինը, Բայդենը եւ Զելենսկին են մեղավոր այդ պատերազմ, սա մեղավոր են բացի իրենից, ինքը ուզում է կանգնեցնել, դա իր պատերազմը չի եւ նաեւ խոսել է, նաեւ ասում են վերջնագիր է տվել Պուտինին, չգիտենք այդ ինչ վերջնագիր է, բայց Թրամփը ասեց 25% տարածքը Ուկրաինայի օկուպացված է այդ իր ճառի մեջ, բայց 25% տարածքը Ուկրաինայի օկուպացված չէ, օկուպացված է 18.7-ը եւ հետաքրքրականը ինչն է, երբ որ Ֆիտկոֆը խոսում է այդ 5 շրջանների մասին, օրինակ Զապորոժիայից լրիվ գրաված չէ, Դոնեցկից լրիվ գուվա, անգամ ոչ մի շրջան լրիվ գրաված չէ, հա, բացի Ղրիմից։ Եթե այդ բոլոր շրջանները ամբողջությամբ միացնում ես իրար, ստացվում է հենց 25%։ Հիմա արդյոք սա լեզվի սայթակում էր, թե ոչ մենք չգիտենք։ Ահա հենց այս իրավիճակում էլ սպասենք եւ հասկանանք, ինչ Թրամփը ինչու ասեց 25% եւ արդյոք նա տենց հանգիստ պատրաստ է 5 շրջանները վերադարձնել, սա նաև գիտություն մենք պետք է հասկանանք հայերս, ուրեմն թե ինչ վերաբերմունք ունի ընդհանրապես Թրամփը ուրիշ երկրների տարածքները բաժանելու հարցում։ Պատահական չէր, որ դեռ 3 Զելենսկին հայտարարեց, որ Թրամփը կողմնապահություն է անում դեպի Ռուսաստան, այսօր էլ J.D. Vance-ը պատասխանեց, որ այդպիսի բան չկա, փորձում էր արդարանալ եւ արդարացնել նախագահին ու Միացյալ Նահանգներին։ Համենայնպես մի բան պարզ է, որ Եվրոպան արթնանում է, Ֆրիդրիխ Մերսը հուսադրող հայտարարություններ է անում, ոչնչացնել Ղրիմի կամուրջը, բայց խոստացել է նաև Տաուրուսները տալ, երբ որ Տաուրուսները կտա շատ հանգիստ Ղրիմի կամուրջը կարող են ոչնչացնել։ Հետո սպասենք տեսնենք, այո։ Իսկ ուկրաինացիները ես վստահ եմ, որ նման գործարքի չեն կարող գնալ ուղղակի։ Տեսնենք, ժամանակը ցույց կտա, ափսոս հանդիպելու ենք արդեն 2 շաբաթ հետո, ընթացքում մենք մեր հեռուստադիտողներին իհարկե համապատասխան տեղեկատվությունը կհրամցնենք, վերլուծությունները կմնան 2 շաբաթ հետո, շնորհակալություն, բարի վերադարձ ձեզ դեպի Միացյալ Նահանգներ։ Մերսի շատ, այո, կհանդիպենք։ Իսկ մեր ծրագիրն այսօր էլ ավարտվեց, հարգելի հեռուստադիտողներ, ցտեսություն, կհանդիպենք վաղը։